Սիրելի բարեկամներ, Արար հեռուստատեսության ստուդիայում են ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը եւ Արա Սարգսակյան Նալչաջյանը։ Այսօրվա մեր քննարկման թեման է ազգային ճարտարապետություն։ Բարև ձեզ Դավիթ, Բարև ձեզ։ Ծանոթ եմ եւ սիրում եմ ձեր գործերը թե ճարտարապետության ոլորտում, թե նկարչության, գնահատում եմ դրանք եւ շնորհակալ եմ, որ ընդունեցիք այսօր իմ հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը այսպես է արտահայտվել հայ ազգային ճարտարապետության մասին։ Հայ ճարտարապետությունն իր պատմության ընթացքում զարգացել է, առաջ բերել նորանոր ճարտարապետական հասկացություններ, ձևի եւ շինարարական կառուցվածքի կատարյալ մշակումներ, կիկլոպյան հսկա կոպիտ քարերից հասել կատարյալ նրբագույն քարերով երեսպատած բետոնե պատերի կառուցվածքին եւ այս բոլորը հայկական ճարտարապետական կերպով, նրա ոճով, թե արտաքուստ, թե ներքինից ենթարկելով հայկական շինարարական ճարտարապետական քերականությանը, ինչպես մեր լեզուն, որ Մաշտոցից, Խորենացուց մինչև այսօր էլ նույն քերականական կմախքի հիմքի վրա է աճել, զարգացել, շատ բառեր է վերցրել, շատերը փոխել, փոխարինել, բայց միշտ մնացել է հայոց լեզու։ Ճարտարապետությունը իսկապես գեղեցիկ մի արվեստ է եւ ավելին թերևս քան արվեստ, դա այն է, ինչ անմիջապես նկատում ես, երբ մտնում ես որևէ բնակավայր, որևէ քաղաք, եւ ինչպիսին է այսօր Երևանի ճարտարապետությունը։ Այս մասին մեր թղթակիցը զրուցել է Երևանի կենտրոնական մասերից մեկում անցորդների հետ։ Դիտենք ռեպորտաժը։ Երևանի ներկայիս ճարտարապետությունը ձեզ հոգեհարազատ է։ Ոնց որ այդ փորձում են ինչ որ բահբանել, ինչ որ մնացել է, այդ լավ է, այդ հին Երևանյան փողոցը, շենքերը ինչ որ լուսավորում են, երրորդ մասը ինչ որ կարիքնիշերի շրջանը անցած որ անցա, շատ սիրուն են սարքել։ Ես ինչքան որ գիտեմ, որ այն եղածը բահում են։ Իսկ հոգեհարազատ է թե չէ։ Միանշանակ։ Ես Երևանը շատ եմ սիրում, ես Երևանից չեմ։ Ինձ թվում է, որ ինչ որ փոփոխություններ իհարկե կարող է պետք է լինեն, բայց իր գեղեցկությունը իհարկե կա։ Ասենք Երևան քաղաքի մեջ այս տիպի կառուցումները չընդունելի բաներ են։ Ու չեմ իմանում ով պետք է դրանով զբաղվի, ճարտարապետարանները եւ քաղաքապետարանը իրանք պետք է այս կառուցումներին ինչ որ մոտեցում ներկայացնեն, կամ ստիպեն այս ամեն ինչը վերանորոգեն, կամ էլ ջախջախեն հանեն։ Այս քաղաքի մեջ sense բաները չընդունելի բաներ է։ Ես ամեն անգամ գալուց այս ամեն ինչը տեսնում եմ, սիրտս ցավում է։ Այս Երևան քաղաքի մեջ sense բան չընդունելի է։ Դուք նկատի ունեիք ձևը, թե բարձրահարկերը, օրինակ կողմեք, որ այս չափի ու խտության բարձրահարկեր են Երևանում կառուցվում։ Բարձրահարկերը, ասենք երկրաշարժից ելնելով, ասենք երևակայի վտանգ կա։ Չեմ կարող ասեմ, դա ասենք իմ պրոֆեսիոնալների ինչ որ բաներից չի, էլի, բայց այս տիպի շենքերը, որ կան կամ շենքերից բալկոնները, որ հանում են եւ այլն, ասենք ասենք անկարգ կառուցումները, ասենք չընդունելի բան է Երևանի մեջ։ Ու կուզենայի, որ մյուս անգամ գամ, թե բաներ չտեսնեմ, այս քաղաքը պետքա գեղեցիկ հարուստ լինի, համ կառուցումներով, համ էլ ասենք մարդկանց հոգով սրտով։ Հոգեհարազատ է ճարտարապետությունը, թե կարծում եմ այո։ Բայց ոչ նոր շինությունները, ես ավելի շատ սիրում եմ հինը։ Այսքանը։ Իսկ հինը որտեղ կարող եք մատնանշել կոնկրետ որ հատվածում են ավելի շատ։ Փողոցն եմ շատ սիրում, հրապարակն եմ շատ սիրում, որովհետև բավականին հետաքրքիր ու գեղեցիկ է իմ համար։ Հյուսիսային պողոտան հետաքրքիր է, գեղեցիկ է, բայց այն տեսքը չունի, ինչ այս հին շինությունները։ Ես ամենայն դեպս այդպես եմ կարծում։ Իսկ կողմեք այս չափի եւ այս խտությամբ բարձրահարկերի կառուցմանը։ Կարծում եմ ժամանակներն են ստիպում, որ այսպիսին լինեն, որովհետև կյանքը շարունակվում է ու շարժվում ենք առաջ ու բնականաբար պետք է այսպիսիները լինեն, բայց կարծում եմ գոնե պետք է դրանք հնի հիման վրա լինեն, գոնե ֆասադային հատվածը պահպանելով, դեմքը պահպանելով, այնպես ինչպես Գյումրիում են անում։ Մարդկանց հայտնած կարծիքներում առկա են թե դրական, թե բացասական գնահատումներ, հնի եւ նորի համեմատություն, առավելաբար շեշտվում էր նորի ոչ այնքան լավ լինելը եւ հնի լավ լինելը, նաև այլ քաղաքի հետ համեմատություններ իրականացում։ Խնդրեմ ձեր տեսակետը հայտնված կարծիքներին։ Կիսում եք այդ տեսակետը, արդյոք այդ տեսակետները եւ ընդհանուր առմամբ ինչպիսին է ձեր գնահատականը դրանց։ Դե տեսակետները իսկապես տարբեր էին, քանի որ քաղաքը ինքնին կրթող միջավայր է,
Այդ կրթությունը կարծես մարդկանց քարոզ է արել արդեն ու այդ գիտակցության մեջ նրանք ձևավորվել են, այդ քարոզի ազդեցության տակ են մնացել ու շատերը իսկապես չեն պատկերացնում, ասենք մենք ինչ ենք ունեցել, ինչ ենք կորցրել, ինչ կարող ենք ունենալ։ Մինչդեռ ասենք օրինակ Ռաֆայել Իսրայելյանը այդ ամբողջ դժվարին տարիները իհարկե եղել են, բայց նախանձելի ժամանակներում է ապրել կարելի ասել։ Այն ժամանակ, երբ այնուամենայնիվ այդ բոլոր խնդիրների հետ մեկտեղ քաղաքը կառուցվում էր իսկապես հարիր մակարդակի։ Եղել են հենց խորհրդային տարիներին աղավաղումներ, աղճատումներ, ինչի մասին հենց վարպետը բարձրաձայնել է, բայց մենք չենք կարող ուղղակի եզրեր գտնել համեմատականի այսօրվա միջև, որովհետև այս վայրի կապիտալիզմը ահռելի թափով անկման է տարել ճարտարապետական, քաղաքաշինական այդ հասկացողությունները եւ ամբողջը տարել է կոմերցիոն շահի ուղղությամբ, այսինքն մասնավորի գեշահույթ հետապնդող մասնավորի շահերն է առաջ մղել։ Ինչի հետևանքով համանյանական քաղաքը, որը կարող է լինել եվրոպական չափանիշի իր ճարտարապետական արժեքներով, հնությամբ իհարկե մենք այդ հնությունները չունեինք արդեն իսկ պահպանված, շատ քիչ ունեինք, բայց քաղաքայքի կառուցվածքը, շենքերի կոլորիտը, ճարտարապետական բարձր որակը այդ ամենով հավասարազոր էր եվրոպական քաղաքներին։ Եվ ցավոք սրտի միջավայրը մենք այս վերջի տարիներին ամբողջովին ջախջախեցինք։ Ռաֆայել Իսրայելյանը փառք Աստծո, որ նաև իր ստեղծագործական ճարտարապետական ժառանգությունից բացի մեծ գրավոր ժառանգություն թողեց եւ այդտեղ մենք նրա մտքերին ենք ծանոթանում, նրա մտահոգություններին, կարծես կանխագուշակել է, որ կարող եմ մենք մի օր այնպիսի փուլի հասնենք, որ ուղղակի չճանաչենք Երևանը, մեր քաղաքը չճանաչենք։ Թեպետ ասում եմ, այն ժամանակվա սխալներ ու այսօրվա այս կատակլիզմային սխալները ուղղակի համեմատելի չեն։ Փաստորեն այդ աստիճան աղետալի եք դուք գնահատում իրավիճակը։ Այդ անկախությունից հետո վայրի ձևի աղետալի։ Դավիթ, դուք նշեցիք ճարտարապետության կրթելու, քարոզելու ֆունկցիայի մասին։ Խնդրեմ, բարձրաբանեք, ինչ նկատի ունեք։ Ինչպես եւ արվեստի մյուս բոլոր ճյուղերը ճարտարապետությունը իդեպ համարվում է արվեստ, ասենք ոչ նմանողական արվեստ երաժշտության պես։ Թեև կա արտահայտություն, ճարտարապետությունը քարացած երաժշտություն է։ Այո, ի վերջո ուղղակի որպես վերացականություն, այսինքն որ բնության մեջ նմանակ գոյություն չունի, այսինքն գրականությամբ ինչ որ մենք ներկայացնում ենք ինչ որ մի պատկեր, որը կյանքում գոյություն ունի, նկարչության միջոցով ինչ որ էլի պատկեր, հետագայում ուղղակի դե վերջի այս 20-րդ դարից հետո ոնց որ այդ դասական ձևերը, այսինքն այդ նմանողական, ոչ նմանողական արվեստների սկսեցին մի քիչ բաժանվել, այսինքն խառնվել միմյանց, օրինակ ճարտարապետության մեջ սկսեցին, ասենք, նմանողական ճարտարապետություն անել, ասենք ինչ որ ասենք մարդու կամ չգիտեմ կենթանու որ նմանակման շինություն կառուցել, տենց քանդակային ձևի ավելի մինչդեռ քանդակին է բնորոշ ավելի նմանողականությունը, բայց ինչով է կրթող, այսինքն առաջին մարդը ի վերջո ցանկացած երկիր այցելելիս առաջի տպավորությունը ստանում է հենց ճարտարապետությամբ միջավայրով, այդտեղ արտացոլվում է, ասենք, սոցիալական, բարոյական, այդ գաղափարական, այդ ազգային կամ ոչ ազգային պետության ծաղկման եւ անկման այդ տատանումները ճարտարապետությունը հստակ ցուցադրում է։ Օրինակ կարող եմ բերել ուղղակի օրինակների վրա երևի ներկայացնեմ որևէ արժեքավոր երևույթ գովերքելիս համապատասխան համարժեք վերաբերմունք է ցուցաբերում ճարտարապետությունը, ասենք օրինակ որևէ մեծանուն անձի արձան, որը ասենք ազգի համար մեծ վաստակ է ունեցել, իրեն հարիր միջավայրում պետք է գտնել, որևէ կոթող, ասենք կրթող կոթող, օրինակ օպերայի շենքը, իրեն հարիր միջավայրում պետք է գտնվի։ Երբ որ մենք տեսնում ենք այդ միջավայրը
Այսինքն մարդը պետք է տրամադրվի այդ լռության միջով անցնի, որպեսզի ունկնդրի երաժշտությունը եւ խանգարող խոչընդոտներ չունենա։ Բայց հիմա մինչև ասենք այդ օպերայի շենք մտնելը մենք ինքան խոչընդոտներ ենք տեսնում։ Բացի այն, որ ասենք բարձրահարկերով նսեմացնում են դոմինանտը, այսինքն ակցենտը խլում են իրենց վրա, նաև հենց աղմուկը, այսինքն այդ կողքերի բառերի երաժշտական այդ, այսինքն գիտեմ որքանով է դա երաժշտություն արդեն կոչվում, բայց այդ աղմկալի երաժշտությունը կրկին այդ անցորդին շեղում է այդ տարածքից նման տարածություններ իրենց համարժեք լռություն են պահանջում, միջավայրն են պահանջում։ Օրինակ նույն կոթողները հիմա որքանով են երևացող ժամանակին ճարտարապետն ու քանդակագործը այդ տեղը դիրքը որոշելիս բավականին աշխատել են մասշտաբը կառույցի շինության այգու մեջ, բայց հիմա այս խայտաբղետ պաստառները, այս ամեն կարգի, չգիտեմ, կոմունիկացիոն փնթի միջոցները կամ այդ քունազարդ այդ ձևավորումները այն կարգի են խեղաթյուրել, այն կարգի են խառնել ներդաշնակությունը այդ ամեն ինչը, որ այդ գլխավոր, այսինքն այդ արժեքները արդեն կորել են, նրանք էլ երևացող չեն, դոմինանտությունից ընկել են, այսինքն ինչ որ այդ խառնափնթոր իրավիճակի մեջ ուղղակի անտեսանելի են դառնում։ Կամ օրինակ նույն այդ պաստառները մեկ էլ գովերքում են Կոմիտաց վարդապետին, հետո ասենք ինչ որ մի օղուշիշ ենք տեսնում այդ նույն պաստառի վրա, հաջորդը ասենք ինչ որ մի կոմերցիոն գովազդ է, բոլորովին տարբեր հարթություններ, այդ ամբողջը խառնվում է շատ տենց փնթի վիճակի մեջ ու այդ առաջնային երկրորդականը կորում է ուղղակի։ Մեր թղթակիցը Երևանի ճարտարապետության մասին այլ մարդկանց հետ նույնպես զրուցել է, դիտենք այս ռեպորտաժ եւս, որ հանդիսանում է առաջինի շարունակությունը։ Երևանի ներկայիս ճարտարապետությունը ձեզ հոգեհարազատ է, թե չէ։ Չէ։ Շատ ավելի կուզեի, որ պահպանեինք հնությունը։ Նու կարելի է ռեստավրացնել, բայց ոչ սարքել կեսը հնություն, կեսը երկնաքերեր, սենց ինչ որ նորովի ինչ որ բաներ անել եւ խաթարել թամանյանական նախագիծը։ Իսկ կողմ եք այս քանակի եւ այս խտությամբ բարձրահարկերի կառուցմանը։ Կարծում եմ դա ոչ մի լավ բանի չի բերի։ Նուժբիտով եմ ասում, բայց իրականում շատ ցավալի է, որովհետև նախ օդն է աղտոտվում եւ հետո Աստված մի արասցե ունենանք երկրաշարժ, հաստատ լավ հետևանքներ չի լինելու։ Կողմ եք այս քանակի եւ այս խտությամբ բարձրահարկերի կառուցմանը։ Ես չէ, որովհետև բնություն պետք է լինի ու պետք է սիրուն այգիներ լինեն, ոչ թե սեփականաշնորհված այս ամեն ինչը։ Դու ուզում ես քայլես ինչ-որ միտեղ, որտեղ որ կան ծառեր, այգիներ ու նստելու տեղ ունենաս, ոչ թե տենց շատ բարձրահարկ շենքերով։ Բար օրինակ Հյուսային պողոտան։ Չնայած ինչքանով են մարդիկ սիրում, բայց ինքը սիրուն չի։ Բնություն չկա այդտեղ։ Առհասարակ մարդը բնության արարած է ու բնոտ պետք է լինի բնության հնարավորինս շատ։ Կողմ եք այս քանակի եւ այս խտությամբ բարձրահարկերի կառուցմանը։ Դե բնականաբար իհարկե ոչ։ Հա, բնականաբար։ Դե վտանգավոր է, չէ՞։ Սեյսմիկ տեսակետից Երևանը վտանգավոր։ Ունենում ենք այս բանը հայատում ես կողմ։ Ոչ եմ, այդ մեր սենյակը արև չի ընգնի հեչ։ Հետո ապա բարձրակ շենքի խանգարում է, չէ։ Դե ցանկալի կլիներ, որ այդքան շատ չլինեին բարձրահարկ շենքեր, լիներ ավելի շատ այգիներ, բայց երևի պահանջարկ կա, ինչ ասեմ, երևի թե բնակչությունը ավելի շատ բնակարանների կարիք ունի։ Գիտեք, այսօր խնդիրը նրանումն է, որ շատ են ուզում բոլորը տեղափոխվեն Երևան քաղաքում ապրեն, շատ են ուզում այստեղ բնակարաններ ունենալ, քանի որ աշխատանքը այստեղ է, սովորելու հետ խնդիրները կապված են Երևանի հետ, ինձ թվում է այդ է պատճառը զուտ, որ այսքան պահանջարկ կա ու ինչի պահանջարկ որ լինում է, այն էլ պատրաստում վաճառում են, այդպես է։ Տեսանք, որ այստեղ առավել ընդգծված էր բացասական գնահատականը ընդհանուր առմամբ ներկայիս ճարտարապետական միտումների առնչությամբ, այդ թվում բարձրահարկերի գերկուտակումների առնչությամբ եւ նաեւ ներկայացվում էր այնպես, որ ինչը վաճառվում է, դա էլ կառուցվում է
եւ իրացվում է եւ այդ պատճառով են բարձրահարկերը թերևս պահանջարկ վայելում։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ուրեմն երկրի ողնաշարը քանդող ամենամեծ բնակավարը հենց քաղաքաշինությունն ա եղել այս 30 տարվա ընթացքում։ Ինչ առումով երկրի ողնաշարը ջարդող։ Որովհետև ներդրումները ամենամեծ հենց այդ ոլորտում են տեղի ունենում եւ երբ որ մարզերը մնում են այդպես անտերության մատնված, ամբողջ կուտակումը տեղի ունենում Երևանում, այդ թվում մարդկանց գայթակղում են, փորձում են ներքաշել կրկին մարզերից, սահմաններից դեպի քաղաք, ամբողջ հայությունը կենտրոնացնում են մեկ փոքր տարածքի մեջ, այդ բարձրահարկերի հենց հաշվին, հետևաբար մեր հայրենիքի սահմանները մնում են թույլ ու անմարտունակ, կենսագոյության պայմաններից զուրկ եւ սա ես համարում եմ ամենամեծ դավադրությունը հայ ազգի հանդեպ, որը իրականացրել են հենց այս հատկապես հետանկախության շրջանում։ Այսինքն երկրի անհամաչափ զարգացումը նաեւ ճարտարապետական քաղաքաշինական առումով պլանավորում, որ չի եղել ազգային ծրագիր եւ այնպես են արել, որ միայն գերշահույթ հետապնդող պատվիրատուի շահը լինի առաջնային։ Այդ թվում մարդկանց ստրկացրել են եւ ներքաշել են հենց այդ process-ի մեջ։ Մարդիկ այսօր ազգաբնակչությունը սպասարկում է մի խումբ օլիգարխների շահեր, սպասարկում է այդ նրանց խանութները, նրանց բիզնեսները, նրանց այս բարձրահարկերից ստացած շահույթի եկամտին է սպասարկում եւ ապրում է ի վերջո այս ստրեսային պայմաններում քաղաքի, որը այս սպառողական հենց հասարակություն կրթող միջավայր է արդեն ձևավորել։ Բայց չէ որ ճարտարապետը հենց իր մասնագիտության բերումով հանդիսանում է քաղաքի կերպարը ձևավորող հայր, եւ եթե նա եղավ սկզբունքային, ուրեմն ճիշտ ուղղությամբ կտանի այդ զարգացումը, եւ եթե ոչ, ապա կարող է անznատուր լինել փողին, պատվիրատուի, այսինքն վճարողի կմահաճույքին եւ զարգացում բոլորովին այլ ուղղությամբ կարող է գնալ։ Ուրեմն արդյոք բավարար չափով սկզբունքային մարդիկ չկան մեր ճարտարապետների մեջ կամ չեն եղել վերջին տասնամյակներին, որ զարգացումը այս ուղղությամբ է ընթացել եւ շարունակում ընթանալ։ Կարծում եմ սկզբունքային ճարտարապետներ եղել են, բայց իրավիճակի հետ կախված այդ սկզբունքային մարդիկ իրենց հենց սկզբունքից ելնելով մնացել են անգործունյա վիճակում, քանի որ պատվերները ուղղակի մերժել են։ Կամ եղել են ոմանք, որոնք տենց կիսա կոմպրոմիսային տարբերակի են գնացել, այնուամենայնիվ էլի խաթարելով իրենց մասնագիտական դերը, կամ եղել են նաև հիմնականում այնպիսիները, որոնք ուղղակի պատվեր են կատարել առանց երկար-բարակ մտածելու։ Ի վերջո մեծ առումով ճարտարապետը այսօր մեծահարուստն է, պատվիրատուն է, մասնագետի դերը ընդհանրապես կատարող լինելն է դարձել։ Այն ժամանակ հենց Իսրայելյանի ժամանակներում այլ էր։ Նույնիսկ ասենք պատկերացրեք Արագիլ ռեստորանը, որ կառուցեց, պատվիրատուն ուզում էր անունը ուղղակի վրան նշել Մոսկվա։ Ուղղակի անունը այդպես էր ուզում, ու այն էլ պատկերացրեք ինչ էր այն տարիներին Մոսկվայի դեմ դուրս գալ, ասենք։ Բայց ճարտարապետը կարողացավ, ոնց ես այնտեղ Արագիլ եմ նախշը, ես այս թեմայով եմ նախագծել, ինչ Մոսկվա, ու այնուամենայնիվ իշխանությունները հենց միջամտեցին ու կառուցապատը, այսինքն պատվիրատուն փոխեց Արագիլ ռեստորան դարձավ։ Հիմա ասենք մենք պատկերացրեք մեր օրերում եթե լիներ այդ պատմությունը, ինչ վերնագրի մասին է խոսքը, առհասարակ կառույցը, ձևը, բովանդակությամբ ամեն ինչով որոշողը թելադրողը պատվիրատուն է։ Իսկ ինչ լուծում եք տեսնում այստեղ, որ ես դրա համար ասացի, որ պետության ծաղկման եւ անկման հետ համարժեք տատանում է տալիս, այսինքն վերել կամ անկում է ապրում։ Երբ որ իշխանությունները այդ գիտակցությունը չեն ունենում եւ երբ որ պետականությունը կայացած չի լինում, այդ ժամանակ
ճարտարապետությունը հայելու նման արտացոլում է այդ ամենը։ Այսինքն դուք լուծումը տեսնում եք գլոբալ համապետական շրջանակներում, որ բարձր արժեքներով առաջնորդվող ճարտարապետությունը այդ դեպքում կարող է ի հայտ գալ կամ դրսևորվել գոնե, եթե արդեն իսկ սաղմնային վիճակում, անթեղված վիճակում առկա է, միայն այդ եղանակով, թե կարող է օրինակ ասենք լոկալ մակարդակում նույնպես դա դրսևորվել, որ ոչ թե փողով առաջնորդվի գերադասը, ոչ թե փողը լինի, այլ բարձր արժեքները եւ ճարտարապետական որպես արվեստի բարձր սկզբունքները։ Դե միանշանակ չի կարող ճարտարապետը, ասենք, արվեստի մյուս ճյուղերի պես գոյատևել հեղինակի հաշվին, այսինքն ճարտարապետ հեղինակը կարող է ստեղծագործել թղթի վրա ինչ-որ իր մտքերը պատկերել, բայց էսքիզ կազմել, նախագիծ կազմել, բայց դա կմնա թղթի վրա, ի վերջո նա չի կարող իր միջոցներով քաղաք կառուցել, ասենք, նույնիսկ առանձին ճարտարապետական կոթող կառուցել, դրա մեջքին պետք է կանգնած լինի պատվիրատուն, որը եթե չունի, ասենք, որը եթե չի հսկվում պետական կառույցների կողմից, այսինքն այդ օրենքները կայացած չեն, ինստիտուտը կայացած չէ, եւ այս բացի թողի վիճակն են ունենում ենք այսօրվա պատկերը։ Իսկ ինչ մնում է, որ ճարտարապետները, այդպես ասած, միայն բեռը իրենց վրա վերցնեն, մեծ առումով այդ պարտիզանական կռվի է նման, նման մարդիկ, բայց արդյունք չի լինում։ Կասեի փոքր է լինում արդյունքը։ Չէ՞ որ խորհրդային տարիներին նույնպես կային այդպիսի մարդիկ, որոնք իրենց այդպես ձեր նշած պարտիզանությամբ բավական արդյունքների հասան։ Այո, այն ժամանակ իսկապես բավականին շատ դժվար ժամանակներ էին, որ եւ ճարտարապետները կարողանում էին այդ պատնեշը կոտրել, այդ խորհրդային գաղափարախոսության ինչ որտեղ դեմ գնալով իրենց մտքերը արտահայտել ճարտարապետության մեջ, երբեմն քողարկված ձևով, բայց այն ժամանակի վերջո ընդհանուր քաղաքաշինական պատկերը բավականին գրագետ էր ու զուտ հարցը ոճային խնդիրներ եւ այդտեղ ճարտարապետները իրենց տաղանդը դրսևորում էին քողարկված կամ բացահայտ կերպով, իսկ քաղաքաշինական միջավայրը ի վերջո որոշակի սկզբունքներ հետապնդում էր։ Այսօրվա նման անարխա չէր, որ ամեն մի ազատ քառակուսի մետրի վրա ուղղակի սունկի նման այդ բարձրահարկերը տնկել։ Դավիթ, մենք առհասարակ խոսում ենք ճարտարապետության մասին, նաև քաղաքաշինության, որ հարակից թեման է ճարտարապետության, բայց խնդրեմ անդրադառնանք եւ շեշտադրում կատարենք հատկապես ազգային ճարտարապետությանը։ Ազգային, ինչով է այն առանձնահատուկ, կոնկրետ մեր հայերի սպարագայում, հայ ճարտարապետություն։ Ազգային ճարտարապետությունը չի կարելի դիտարկել այդ ազգային տերմինը ներդաշնակությունից դուրս, այսինքն ինքնին հետապնդում է ներդաշնակության խնդիր։ Երբ որ մենք ունենում ենք ներդաշնակությունից խզված պատկեր, այդ դեպքում ինչքան էլ ազգային տարեր փորձենք այնտեղ ներմուծել, ինչքան էլ այդ արտաքին թիթեղը փորձենք ցույց տալ, բայց դա լինում է կես ճարտարապետություն, այսինքն ի վերջո ոչ ազգային։ Բավականին խորը բնույթ ունի, հենց նույն Ռաֆայել Իսրայելյանը ծավալուն անդրադարձ ունի այդ թեմայով, նա ասում է, որ ժամանակին մեր վարպետները չեն էլ մտածել ինչ-որ հատուկ ազգային ինքնատիպ գործ ստեղծելու, նրանք ուղղակի ապրել են բնականon կյանքով, իրենց նիստ ու կացին հարազատ, իրենց հայեցի երգերը երգելով, իրենց այդ բնությանը ներդաշնակ, ժառանգությանը ներդաշնակ իրենց մտածելակերպին հարազատ ստեղծագործել են եւ այդպես համահունչ ստացվել է նաեւ ճարտարապետությունը։ Եվ հենց դա է եղել ազգայինը։ Այո, քանի որ մարդու ձեռագիրը վերջո այդ տվյալ տարածքում այդ էթնիկ խմբերի բնավորությունը ձևավորվում է նաեւ հենց տարածաշրջանի բնությամբ, այսինքն ջրի, քարի, հողի, այդ արևի, այդ ամենը ի վերջո ու նաեւ իհարկե ընթացքում տարիների ընթացքում ձեռք բերած ժառանգությամբ այդ ամենը ազդում է ճարտարապետական ձևակոյացման վրա, նույն սեյսմիկ պայմանները, նույն ասենք բնակլիմայական պայմանները
Եվ իհարկե մտածողությունը, այսինքն ժողովրդի մտածելակերպը, ասենք լեռնեցիների մոտ մի այլ կերպ է դրսևորում, հարթավայրի ժողովրդի մոտ այլ կերպ, հյուսիսաբնակների մոտ այլ կերպ։ Երբ որ նոր շրջանում այս տեխնիկական միջամտությունները սկսում են շատանալ, այդ խնդիրները սկսում են բարդանալ, այսինքն երբ որ մենք ունենում ենք բնությունից խզում, այդ ազգային խնդիրը ճարտարապետության սկսում է կարծես թե նույնպես լղոզվել, այսինքն արդեն ճարտարապետի ինտելեկտի վրա է մնում շատ հարցեր, որ կարողանա համադրել այդ արդի տեխնոլոգիաները ազգային կերպարը փորձի էլի գտնի ներդաշնակ լուծումներ տեղանքի միջավայրի հետ ժամանակին օրինակ տեսեք հենց այդ պայմանները ինքնին ստիպում էին բնականon գեղեցկության էին տանում, այսինքն նույնիսկ գյուղացիները այդ կոպտատաշ քարերից, ասենք տեղանքի քարից այդ իրենց աղքատ վիճակից ելնելով օգտագործում էին տեղանքի քար, օգտագործում էին ռելիեֆի հենց նույն թեքությունը կամ կտրտվածությունները ու անկախ իրենցից նույնիսկ ներդաշնակություն էին ստանում Բնության հետ ներդաշնակություն, այո։ Բնության մեջ ներդաշնակ ապրում էին ու անկախ իրենցից բնություն էին ստեղծում։ Հիմա այս տեխնիկական այս մեծ 20-րդ դարի հեղափոխական հեղաշրջող առաջընթացը որ եղավ, մեծ հնարավորություններ տվեց, օրինակ Տաթևի վանքի ասենք ճարտարապետը, որ այդ սև քարով էլ կառուցել է ու ներդաշնակություն ստացել է, եթե այսօրվա հնարավորություններ ուներ, միգուցե ասենք որոշել, որ Եղեգնաձորի քարը ավելի սիրուն է, այսօրվա մարդու պես մտածել, գնամ բերեմ ընդեղի քարով անեմ ու ստանալ, ասենք, աներդաշնակ խզում, որտեվ դիտարկեր ոչ ամբողջականության մեջ, թեպետ իհարկե կարծիքս է, որ այն ժամանակվա հենց ճարտարապետները այդ ամենը լավ տեսել են, լավ գնահատել են, բայց այսինքն նույնիսկ եթե եղել են ինչ-որ տենց գեղեցկություն չնկատող մարդիկ կամ տարերային ստեղծագործողներ հենց այդ բնության հետ կապված լինելու շնորհիվ անկախ իրենից ոնց որ ստացել են ներդաշնակություն։ Այսօր մեծ հնարավորություններ կան արդի տեխնոլոգիաներով բավականին բարդ ծավալատարածական լուծումներ ստանալու, բարդ կոնստրուկցիաներ մշակելու ու երբ որ ճարտարապետը ստեղծագործողը տրվում է այդ մոլուցքին բացառապես սկսում է առանձին դիտարկել միայն իր կառույցը, նրա հնարամիտ լուծումները եւ չի դիտարկում ամբողջականության մեջ կառույցը, այդ ժամանակ կրկին ունենում ենք ներդաշնակությունից խզում, այսինքն ազգային ձևի կորուստ։ Նույնիսկ այն պարագայում, եթե առանձին կառույցը պճնվի ինչ-որ ազգային տարրերով։ Դուք նկատի ունեք ճարտարապետության ոճը, թե ֆունկցիան, գործառույթը։ Ինչն է, որ ազգայինից շեղում է կամ ընդհակառակը դարձնում է ազգային։ Թե մեկը, թե մյուսը անշուշտ ձևը ծնվում է ֆունկցիայից ըստ էության, հայկական ճարտարապետությունը հստակ իր ձևով արտահայտում է իր բովանդակությունը եւ կոնստրուկտիվ համակարգը եւ ֆունկցիան։ Մեր վանքերը, եկեղեցիները հատկապես միջնադարի հենց դրանով են գրավիչ եւ օրինակ Աշարարչակ գիտնական ճարտարապետ տեսաբան Բուրովը կարծիք էր հայտնել, որ թեպետ բոլոր այդ ժամանակների հիասքանչ ճարտարապետական կոթողները իսկապես նշանակալից են մարդկության պատմության համար, բայց օրինակելի չեն կարող ծառայել, մինչդեռ անտիկ Հունաստանը եւ միջնադարյան Հայաստանը կարող են համարվել մարդկության համար օրինակելի ճարտարապետություն։ Եվ այդտեղ նախ եւ առաջ հենց այդ գործոնը կա հայկական ճարտարապետության, որ նա երբեք չի փորձել իրեն ցուցադրել ավելին, քան կա, երբեք չի փորձել այդ ձևին առաջնայնություն տալ, բովանդակությունից կտրել, կոնստրուկցիայից կտրել եւ այդ ինչ-որ ցուցամոլական քայլերի դիմել, մինչդեռ այսօր մենք այդ ավանդույթը ամբողջապես կորցրել ենք, այսօր բացառապես փողի ցուցադրություն է, ինչ-որ մրցակցային, տենց գավառական մրցակցային ճարտարապետություն, նույն հենց կոթողաշինության մեջ այդ
մեծ խաչերը այդ Բաբելոնի աշտարակի գաղափար գրող, բայց ասենք ինչ որ իբրև թե քրիստոնեության խորհրդանիշ համարվող էլեմենտներ են կարծես, բայց բովանդակությունից լրիվ խզված են բնության մեջ աններդաշնակ այն դեպքում, երբ օրինակ Նորավանքի ճարտարապետը այնքան ներդաշնակ է աշխատել, որ այդ տարածքով անցնում ես, այդ ահռելի մեծ կառույցը ուղղակի չի նկատվում։ Միջավայրում այնքան խոնարհ զուսպ ու ներդաշնակ է, որ այս հպանցիկ մեկ էլ հանկարծ կարող է աչքի զարնել։ Օրինակ վերացիների նման մերոնք հենց դրական նույնիսկ ասենք սարի գագաթին չեն տեղադրել банքերը միշտ լանջին ստորոտին դա նաև անվտանգության հարց էր, բայց նախ եւ առաջ այդ ներդաշնակության խնդիրներ հետ ապնդում։ Իսկ հիմա ասենք հենց օրինակը վերեցի Նորավանքի վրա, որտեղ վերջերս անցել է այդ կողմերով եւ այդ դատարկ տարածությունների մեջ մեկ էլ մի փոքր այսօրվա կառույց աչքի զարնեց, շատ փոքր, ասենք մի 3-4-ի շինություն, պասպաղուն կտուրով, տենց փալփլուն, ինչ որ ներկը վրայի գույնը տենց ամբողջովին աչքի զարնող, ոնց որ մի հատ աղբի կտոր, տենց փայլուն աղբի կտոր, աղբնել է ի վերջո փայլում, երբ որ թափում ենք արևի տակ, այդտեղ միտեղ ընկած։ Ու այդ խզումը, որ ինչը որ մենք ունեցել ենք մեր ժառանգության միջև, ահռելի մեծ է։ Ես չգիտեմ, այդ դպրոցը կվերականգնվի արդեն։ Բայց այդուհանդերձ պետք է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, որպեսզի վերականգնվի եւ կարծում եմ, որ լուծումներ այդուհանդերձ կան։ Եվ դրանց մենք կանադառնանք մեր զրույցի շարունակության մեջ։ Սիրելի հեռուստադիտողներ, ազգային ճարտարապետություն թեմայով մեր քննարկումը ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի հետ դուք կարող եք լսել հաջորդիվ։